Որքանով որ ինձ է հայտնի։ Դե գիտեք, երբ որ անհրաժեշտություն լինում հատկապես Արցախի ներկայացում գալ կամ Արցախի ներկա կամ նախկին պաշտոնյաներին որևէ ձևով տարբեր գործերում ներգրավել, դրա համար հարմար հոդված կամ պատրվակ միշտ էլ ճարվում է։ Բայց ես կարծում եմ, որ այսօրվա այս խուզարկությունները երկու հիմնական պատճառ ունեն։ Առաջինը տեղյակ եք, որ երեք ազգային ժողովը Արցախի խորհրդանական լսումներ էր կազմակերպել, որի հիմնական թեման վերաբերում էր արցախցիների վերադարձին, դրա հնարավոր ճանապարհներին եւ դրա շուրջ ստեղծված խնդիրներին։ Բավականին ներկայացական եւ բովանդակային լսումներ են տեղի ունեցել եւ ստեղծված իրավիճակում բնական է, որ հայաստանյան իշխանությունների այսօրվա վարքագծի եւ բառապաշարի պայմաններում դա բնականաբար որևէ ձևով իշխանության համար չէր ընկալվելու։ Երկրորդը դրան զուգահեռ Փաշինյանի ոչ իհարկե առաջին անգամ, բայց նաև երեք Գերմանիայում հնչեցված հայտարարություններն էր։ Ինչ է անում Հայաստանի իշխանությունը։ Նախ արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը եւ իրացման հետ կապված հարցերը, ինչպես նաև արցախցիների իրենց բնորան վերադարձի հարցը նախ բերեց եւ հավասարացվեց այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տերմինաբանությանը, որը բացարձակ անհեթեթ է եւ արհեստական ստեղծված հասկացություն էր, եւ երկրորդը Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանի համար ականջահաճո, նրանց քիմքին հաճելի գործողություններ իրականացնել, ցույց տալու համար, որ որևէ կերպ թույլ չի տալու արցախցիների իրենց վերադարձի հետ կապված կամ խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ որևէ աշխատանք իրականացնել։ Ես ձեզ ուզում եմ նաև հիշեցնել, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը նաև դրված է արցախցիների Արցախ վերադարձի այդ հիմնական ռազմավարությունում, բխում է միջազգային իրավունքից։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ 3 տասնամյակ Արցախ ունեցել է պետականություն, որը եւս եղել է միջազգային իրավունքի հիման վրա, եւ ի դեպ նաեւ հայաստանյան իշխանությունների կողմից հրապարակված բանակցային գործընթացն է փաստաթղթերն են ցույց տալիս, որ հիմքում եղել է ինքնորոշման իրավունքը եւ դրա իրագործման գործիքակազմը եւ այս պայմաններում հայաստանյան իշխանությունը ոչ միայն գնում է ադրբեջանական քաղաքականությանը համահունչ, այլ նաեւ խախտում է միջազգային իրավունքը եւ այս գործողությունները ամբողջությամբ տեղավորում են այդ ապօրինի վարքագծի մեջ։ Անկախ դրանից, թե հետագայում քննչական կոմիտեին կամ տարբեր պաշտոնյաներ ինչ կհնչեցնեն, շատ ակնհայտ փաստ է, որը այսօր բոլորիս աչքի առաջ է։ Անապրամին այսօրվա գործողություններին նոր քրեական գործեր, նոր ձեռնարկություններ։ Որքան ես տեղյակ եմ, սա վերաբերում է Արցախում գործած հիմնադրամներին։ Դրա հետ կապված, եթե ես չեմ սխալվում, Արցախի նախորդ նախագահ Շախրամանյանն էր նույնիսկ իր նախաձեռնությամբ դիմել դատախազությանը, ամեն դեպս իրավապահ համակարգին, որովհետև այդ թեմայի հետ կապված բազմաթիվ լուրեր եւ տեղեկություններ էին հակասական շրջանառվում եւ Արցախի իշխանությունը իրենք էին փորձում այդ նախաձեռնությամբ ի վերջո հասկանալ, թե կա պրոբլեմ, թե չկա։ Դեռ այն ժամանակ, եթե այս գործին է այդ խուզարկությունները վերաբերում, ես այդպես գիտեմ, իշխանությունները Արցախի այն ինչ որ ունեին, բոլոր փաստերը փոխանցել էին Հայաստանի իրավապահ համակարգին, դա երևի 1 տարի առաջ էր, եւ այդ process-ում կարծես թե որևէ հիմք չկար Արցախի ներկայացությունում որևէ խուզարկություն իրականացնելու։ Դրա համար ես չեմ կարծում, թե այստեղ տեղի ունեցողը իրական process է եւ սա ես ավելի շատ տեսնում եմ Հայաստանի իշխանությունների քաղաքականության շրջանակներում, որի մասին իրենք ի դեպ բարձրորոշ խոսում են եւ սա զոտ վերլուծություն չէ։